Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ՀԱԿ կուսակցությունից եւ ընտրությունների որպես վարչապետի տեխնացու հենց այդ կուսակցությունից մասնակցած Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ, որ իմ հրավերն ընդունեցիք։ Սա ընտրություններից հետո պարոն Զուրաբյանի առաջին հարցազրույցն է, բայց մինչ այդ շատ ուշագրավ գրառում է արել պարոն Զուրաբյանը, չտեսած ծայր համաձայն եմ պարոն Զուրաբյանի խոսքերի հետ եւ ձեր թույլտվությամբ շատ երկար չի մեջ բերում անեմ։ Փախեք, մենք խոսելու ենք եւ հասնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին, Լևոն Զուրաբյան։ Ուրեմն այսպես, բոլոր խոսակցությունները, թե իբր քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու կատարյալ անբարոյական հիմարություններ են։ Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի։ Համաձայն եմ 2017 թվականին բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցություններին համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ։ 99%-ը այդպես էին մտածում։ Պատմությունը դաժան դաշտ տվեց այդ 99%-ին։ Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո ուրեմն ճիշտ էին։ Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնա միայն այն պատճառով, որ քիչ ձայներ ենք ստացել։ Ցավոք սրտի պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների եւ առաջարկված լուծումների ճշմարտացիությունը, իսկ մեզ խոսքի իրավունքից զրկողներին կասեմ, փախեք, մենք խոսելու ենք եւ հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին։ Եվ այսպես ընտրությունները կայացան, շարունակում են մի շարք բացահայտումներ լինել, որ հաստատում են այն, որ կեղծիքներ են եղել եւ եթե այսօր պիտի այդ քվեաթերթիկները բացելուց հաշվարկելուց հետո հաստատվի, որ դա եղել է, մինչ այդ բազմաթիվ փաստեր եւ հանգամանքներ կան, որ հաստատում են դա, սկսած նրանից, որ բռնաճնշումներ, ահաբեկություններ, ինչ որ իմաստով առևանգումներ, այսպես էլ անգամ կարելի ասել, քրեական գործեր, ձերբակալություններ, հիմա կարող ենք ասել վերջին օրերին, ես շատ ավելի հստակ եւ վստահ կարող եմ ասել առհասարակ վերջին տարիներին, որտեղ տեսել են քննադատական խոսք, այլ կարծիք, այլակարծություն, դիմադրություն, ապա իշխանությունը այդ մեխանիզմները բանեցրել է, հատկապես դա սրվեց վերջին փուլում, ճիշտ ասած էլի համաձայն չէ, ոչ միայն վերջին փուլում, ինչու՞ միայն վերջին փուլում, տեսեք ընդհանրապես ինչ են արել իրենք այս փոքրիկ բռնապետ ասեմ, թե հիմա արդեն ման բռնապետ ասեմ, ինչ է արել ինքը վերջին օրերին, ինչ է նշանակում ընտրության օրերից լուսաբացին ժամը 5-ին մտնել տներով շտաբի ղեկավարներ, պատասխանատուներ, էլ մնացած բաների մասին չեմ ասում, հոսանքազրկություն, իդեպ պարոն Զուրաբյան, չգիտեմ, երեք էլ ասեցի սրա մասին, ես այստեղ ուղիղ եթերում աշխատում եմ, երկու լրագրողների հետ կապի մեջ եմ, Անիկ Գևորգյանի եւ Լիա Սարգսյանի հետ տեղերից ինֆորմացիա են տալիս, մի անգամից լրահոսում, հետևում եմ նաև լրահոսի, որ մոտավորապես 20 տեղամասում հոսանքազրկված է, ինչ է նշանակում, որ արդեն սկսել աշխատել։ Հոսանքազրկված վիճակում այդտեղից նկարներ են ուղարկում, հեծից հայտարարում են, մենք պատասխանատվությամբ կենթարկենք բոլոր նրանց, ովքեր որ ասում են հոսանքազրկումներ են։ Դուք անբարոյականության բանը պատկերացնում եք, տեղերից ուղարկում են եւ հաստատված էլի, ասենք, չգիտեմ, ամեն տեղ 2 տասնյակ մարդ է աշխատում, այսպիսի բաներ։ Դե դա էլ չբավարարեց, հաջորդ քայլը այն էր, որ մարդը դեռ 10%-ի հաշվարկ չի եղել եւ ինքնահռչակը իրեն հռչակեց, որ այդպես է, էլ չեմ ասում, որ ՀՀ-ում եկել տեսանք, որ ընդհանրապես էկրանից անհայտացան այդ բաները։ Այդ բանի սքո տեսքով այդ անձանց նկարներն էլ հետաքրքիր է որ տնենք, որտեղ առաջին արձագանքողներից մեկը հենց դուք էիք, նկարը դրելով, ասել սա ոնց որ թե հաղթող մարդկանց, ենթադրելի է, որ այս մարդիկ արդեն գիշերը տխուր ինֆորմացիա ունեին եւ պետք է մյուս մեխանիզմները բանեցնել։ Խնդրեմ, ինչ տեղի ունեցավ այս ընտրություններին, ինչ հետևություն եւ չնայած դեռ process-ը գնում է։ Խնդրեմ։ Դե ես շատ կոշտ գնահատականներ կտամ, որոնք իմ կարծիքով ամբողջությամբ համապատասխանում են ստեղծված իրավիճակին եւ իրողությանը։ Ուրեմն մենք ընդունել ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության լեգիտիմությունը 2018 թվականին, որը չէր նշանակում, որ մենք իր հետ համաձայն ենք, բայց համարել ենք, որ այնուամենայնիվ ընտրվել է քիչ թե շատ արդար
եւ ունեցել է ժողովրդի աջակցությունը 18 թվականին, անգամ 21 թվականին, երբ որ արդեն ակնհայտ էր վարչական ռեսուրսի անխնա շահագործումը ընտրությունների ժամանակ, մենք այնուամենայնիվ այն ժամանակ հայտարարություններ արեցինք, այդ ընտրական process-ի բոլոր թերությունները նշեցինք, բայց մեծ հաշվով այդ վերապահումներով հանդերձ ու չնայած համարում էինք, որ ինքը կորցրել է իր լեգիտիմությունը պատերազմի այդ իր պարտությամբ, քաղաքական առումով կորցրել է, բայց իրավական առումով, այնուամենայնիվ ասում եմ վերապահումներով 21 թվականին էլ ընդունել էինք, որ ինքը այնուամենայնիվ ստացել է ժողովրդի ձայնը եւ լեգիտիմ կառավարությունը։ Եվ ահա 26 թվականի ընտրություններից հետո հայտարարում եմ, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, նրա իշխանությունը այլևս լեգիտիմ չի եւ այն ժամանակաշրջանը, երբ որ մենք ունեցել ենք թեկուզ եւ շատ թերի, թեկուզ եւ ձախողումներ բերող, ավերածություններ բերող, բայց իրավական առումով լեգիտիմ կառավարություն, այդ ժամանակաշրջանը տևել է 6 տարի։ Այսուհետև 6-ը երևի չէ, ավել 8 տարի։ Այսուհետև այս պայից սկսած մենք չունենք լեգիտիմ կառավարություն։ Իմ այս գնահատականը հիմնեմ կարևոր հետևյալ փաստերի վրա։ Ուրեմն 4 կարևոր բան է եղել հենց ընտրության օրը։ Ես հետո կխոսեմ նաև ընտրությունների նախորդած ժամանակաշրջանի մասին, բայց կոնկրետ խոսում ենք հիմա այս ընտրությունների օրվա մասին, որտեղ ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ընտրվել, ինքը հանցագործություն է կատարել, կեղծել է ամբողջությամբ ընտրությունները եւ ուզուրպացիա է արել իշխանության։ Ուրեմն առաջի հանգամանքը դա 20:00-ից հետո բանակի քվեարկությունն է, որը փաստագրված է մի շարք տեղերում։ Սա բացի նրանից, որ դա մասսայական բանա խախտում է, էլի, բանի ընտրական իրավունքի եւ այլն, որովհետեւ ակնհայտ է, որ ուղղորդված 20-ից հետո բերել են զինվորականներին քվեարկելու տարբեր տեղամասերում եւ դա ֆիքսվել է վիդեոնյութերով։ Սա բացի ուղղակի խախտման փաստ լինելուց ինքը շատ կարևոր վկայություն է։ Եթե 8-ից հետո, երբ որ տեղամասերը փակվել են, ռեժիմը դիմել է նման մեթոդների, նշանակում է, դա մենակ մի բացատրություն ունի։ Իրենք իմացել են, որ իրենք պարտվել են։ Իհարկե։ Եվ իրենք ավրալային մեթոդներ են կիրառել, արագ իրավիճակը։ Ընդ որում խայտարակ կերպով են պարտվել, որովհետև կարող էին, ասենք, 8-ից մինչև 9 կազմակերպեն, դա շարունակվել է մինչև մոտավորապես գիշերը 2-ը։ Այո։ Դուք պատկերացնեք այդ երկրորդը դա այդ հոսանքազրկումներն էին, 6 ժամ շարունակ, ընդ որում մենք ունեցել ենք նաև մեր կանալներով, մեր վստահված անձանց կողմից եւ այլն այդ տեղեկությունները եղել են այդ հոսանքազրկումները եւ նորից այստեղ կարևորը հետեւյալ հանգամանքը ոչ թե խախտման փաստն է այստեղ կարևոր, այլ ինչու պիտի դիմես, ասենք, նման մեթոդի։ Միակ բացատրությունը նորից հետեւյալն է։ Դու պարտվում ես ամեն ուրեք։ Հետևաբար գնում ես նման քայլերի, ոչ միայն հոսանքազրկում ես, չգիտեմ, մթության մեջ ինչեր ես անում, ինչ տեղափոխություններ ես վստահված անձանց ես վախեցնում, ստիպում ես արձանագրություններ ստորագրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս նույնպես տեղի է ունեցել 20-ից հետո, այսինքն իրենք իմացել են, որ ինչ որ բան այն չի, այդ հաշվելը կանգնացրել են, հետաձգել են, այսինքն փորձել են բերեն իրավիճակը վերահսկողության տակ։ Երրորդ փաստը, որը միգուցե անգամ ավելի կարևոր փաստ է, դա զանգվածային ձերբակալություններն էին այդ օրվա, որոնք նշանակում են լուսաբացից սկսած ձերբակալություններ, որոնց միակ նպատակը պետք է լիներ վախ տարածել եւ ահաբեկել։ Անդիմության կազմակերպական ուժը թույլատրել, վերահսկողությունը ընտրական օրինականության նկատմամբ թույլատրել,
Այսինքն երբ որ դու բռնում ես, ասենք, շտաբերի պետերին, չգիտեմ ինչ որ կարևոր կազմակերպիչներին եւ այլն, այն վստահված անձինք արդեն դառնում են շատ ավելի վերահսկելի, դու իրաց կարաս ստիպես բոլորը հասկանում են ինչ որ տերոր է գնում եւ այլն, նրանք դառնում են նախ անվերահսկելի, որովհետեւ կապն էլ չունեն անգամ, ասենք, իրաց կենտրոնի հետ եւ երկրորդը տեսնում են, որ այդպես բաներ են գնում, ռեպրեսիաներ են գնում, իրանք էլ են համապատասխան, եթե նրանց են բռնում, պատկերացրեք, ասենք շարքային վստահված անձը ինչ վիճակում է հայտնվում ու եւ շատերը բնականաբար այդ ճնշումներին չեն դիմանում եւ գնում են ստորագրում են այն արձանագրությունները, որոնք իրենց պարտադրվում է ստորագրել։ Իմիջիայլոց այդ ում այդ որ կապի մեջ է այդ լրագրողները, ովքեր օրինակ առավոտից մինչև երեկո եղել են ընտրատեղամասերում, ասում էին ինչ որ մի ժամից նկատել էր, որ իրենք էլ էին կաշկանդված, վստահված անձինք, շտա, որտեղ ասում է այդ բաներ, այսինքն այդ ազդեցություն անդադ ինֆորմացիա գալիս, սրանք կալանավորում են, սրա նկատմամբ սա տարել են, այսինքն այդ ինչ որ մի հատ խոճապայն ենք նպատակին հասել։ Գլխավորապես փոքր գյուղերում, որոնք շատ են, ասենք կարող է փոքր է, հա, տնտրողների տեսակից, բայց երբ որ հանրագումարը բերում ես այդ գյուղերի, բավականին լուրջ բաներ են ստացվում։ Չէ, նաև մեծ քաղաքներում, Գյումրիում կոնկրետ դա բանեցրել են իրենք։ Հա, այդ ամենտեղ որտեղ կարողացել են արել են։ Ուրեմն սա երրորդ փաստը։ Եվ չորրորդը, որի մասին հələ շատերը չգիտեն եւ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց սա արդեն մաթեմատիկական մեթոդ է, չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ընդհանրապես եթե դու ունես ամբողջ պատկերը 2000 տեղամասերում, դու կարող ես անել մաթեմատիկական վերլուծություն, այսպես կոչված Հաուսի, շվեյցարացի մաթեմատիկոսի, այդ անունով կոչված կորի վերլուծությունը, վիճակագրական եւ անոմալիաները, այդ վերլուծության բացահայտված անոմալիաները ոչ միայն վկայում են խախտումների մասին, այլ նաեւ մաթեմատիկական մեթոդ կա հաշվելու, թե ինչքան է այդ խախտումներ եղել։ Եվ այսպես, հիմա ես ասում եմ, այդ անոմալիաների Հաուսյան կորի անոմալիաների վերլուծությունը ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր ձայներ կեղծվել են հօգուտ իշխող կուսակցությանը։ Այսինքն անգամ կարելի է քանակական ինչ որ բան տալ, գնահատական տալ, ինչ է կատարվել։ Այս 4 հանգամանքը բավարարում են նրա համար, որ մենք հայտարարենք այս ընտրությունները ամբողջությամբ կեղծված։ Դրա վկայությունն է նաև արդեն հոգեբանական ֆակտորը, նոր հանեցիք նրանց նկարները, հա։ Ես որ իմացա Փաշինյանը ժամը 2-ին, դեռ 10% էր, չէ, հաշվարկված։ Երբ իմացա, որ ժամը 2-ին Փաշինյանը ասուլիս է տալու, ես անմիջապես մնացեցի ԿՀ-ի վրա թիմակիցների, թե տրամադրում է, ես մնացկրտից իմ տպավորությունների մասին ասեմ, ուրեմն մնացեցի եւ ինձ անմիջապես ապշեցրեց դրանց հոգեբանական վիճակը, որովհետև այս մարդկանց քիչ թե շատ ճանաչելով եւ ոչ միայն իրանց, ով ուզում է լիներ իրանց տեղը։ Ցինիզմի մակարդակն Չէ, ցինիզմը էլ մի կողմ դրեք։ Ով ուզում է լիներ իրանց տեղը։ Եթե դու նորմալ ընտրություններով այսպեսի պատմական հաղթանակ ես կրել, այս դեմքը պիտի չունենայր։ Իրենք պիտի ճառագայթեին ուրախություն։ Ինչքան էլ որ ասեն, բա ախպեր հոգնած էին այդ ժամին, սաղուրը աշխատել են, էսկոմ ենկոմ, այդ թողից չֆրցնեն։ Ես գիտեմ, որ քաղաքական գործիչ է, ինչքան էլ հոգնած է լինի, եթե ինքը արդար հաղթանակ է կրել, իր մեջ արտանում են էմոցիաները, բազմաթիվ աղբյուրներ, էներգիայի, ուրախության, երջանկության եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր աղբյուրները այսինքն կռանով փակված էին իրancs մեջ, որովհետեւ իրենք գիտեին ինչա կատարվել։ Իրենք իմացել են, արդեն, չգիտեմ, 9-ի կողմերը, թե որ ժամին են կոնկրետ իմացել, իրենք իմացել են, որ իրենք պարտվել են, խայտառակ պարտություն են կրել։ Իրենք դրա մասին իմացել են։ Ուրեմն սա մեկ այս վախի եւ այս sense ինչ ասեմ, լարվածության այս վիճակը, որ իրancs մոտ տեսնում եք, հոգնածություն էլ կա բնականաբար։ Այս վիճակը միայն բացատրվում է նրանով, որ իրանք ժամը 9-ին կամ 10-ին, չգիտեմ, արդեն ունեցել են պատկերը, պարտության պատկերը։ Թե որ պայից են իրանք սկսել այդ ավրալային արտակարգ միջոցները ձեռնարկել, որ շտկեն այդ իրավիճակը,
ես չեմ կարող ժամերով հստակ ասել, բայց այս արտահայտությունը ցույց է տալիս երկու բան, a իրենք գիտեն, որ պարտվել են, b իրենք գիտեն, որ իրենք կատարել են ժողովրդի ազատ կամ արտահայտությունը կեղծելու ուղղված հանցանքներ, որոնց պատասխանատվությունը ու վախը այդ պատասխանատվության համար արտացոլված է իրենց դեմքներին։ Այսինքն այս երկու բանը զուտ հոգեբանական ֆակտոր ավելանում է նրան, ինչ որ ես ասեցի։ Բայց ես ուզում եմ մի հատ կարևոր հանգամանք էլ նշեմ։ Այս ինչ որ մենք խոսացինք, այդ 4 բանը, դրանք վերաբերվում են պլան B-ին, բացատրեմ։ Այսինքն իրենք նախապես չեն մտածել, որ անպայման պետք է գնալ պլան B-ին ու անել այս կատարված հանցագործությունները։ Իրենք ունեցել են պլան A։ Պլան A-ն են, որում 2 տարվա պլան է, 2-3 տարվա պլան է եղել։ Ինչ է եղել պլան A, որ բոլոր համայնքներում Հայաստանի իրենք պետք է ունենան նիկոլական իշխանություն։ Իրենք հետևողականորեն դա արել են եւ որտեղ որ ընդդիմությունը հաղթել է, նրանք կամ Հարակարում գնդակահարվել է, Մասիսում բանտ է նստել, Վանաձորում բանտ է նստել, Գյումրիում բանտ է նստել, ոչ մի ընտրված արդյոք չեն արել։ Հա, այս բանը էլի նիկոլական ժողովրդավարությունն է։ Ասма չեմ այդ этаպում, ասма չեմ կեղծում, բան ես անում, ընտրվի կամ կսպանեմ կամ բանտ կնստացնեմ։ Այո։ Ես այդ շատ լավ գիտեմ, Ալավերդու օրինակով, որտեղ մենք կոալիցիա կազմեցինք ապրելու երկրի հետ, մեր մի ձայնը մենք օգտագործեցինք տենց King Maker-ի կարգավիճակով եւ բանը Արկադի Թամազյանը ընտրվեց համայնքապետ Ալավերդու։ Եվ ինչ եղավ հետո։ Ուրեմն չկա մի պաշտոնյա կամ ԿՊ-յա մերձ որևէ անձնավորություն, որ այդ օրերին չի զանգել ինձ ու չի փորձել բազարանել մեր հետ, որպեսզի մենք հրաժարվենք Արկադի Թամազյանի աջակցելուց եւ չընտրենք չմիանանք ԿՊ-ին եւ միանանք ԿՊ-ին։ Ուրեմն այդ տևել է մի տարվա ընթացքում մեզ մոտեցել են, ասել են լսեք, ի վերջո, հա, նախ ասեմ, մեզ անգամ խոստացել են, որ քաղաքապետի պաշտոնը կտան մեզ։ Այսինքն ԿՊ-ն ասել է, որ ձեր տեխնացուին կտանք այդ քաղաքապետի պաշտոնը, ոչ միայն Լոռու մարզում ինչ պաշտոն ձեզ հետաքրքրում է առողջապահության համակարգում, չգիտեմ, որևէ բան, այդ պաշտոնները մենք ձեզ կտանք։ Այսպես առաջարկներ են արել։ Այսինքն անհանդուր ժողովականություն, ասենք, եթե մի հոգի ընտեղ լինի, ինչ պիտի լիներ։ Դուք տեսեք, ինչ անհանդուր ժողովականություն է, հենց դա, ես ուզում եմ ասեմ, սա ծրագիր է։ Այսինքն իրենք վաղուց ծրագրով առաջնորդվել։ Իրանք վերջը հասան իրանց նպատակի, ընդ որում էդ էլ շատ կեղտոտ ձևի արեցին, այնտեղ անգամ ԿՊ-ական անդամների մեջ ավականու կար մեկը, որը պարկեշտ էր եւ անվստահության այդ բանին չէր միանում, Թամազյանի դեմ։ Իրանց ստիպեցին, որ ինքը հեռանա, հրաժարական տա, ուրիշը եկավ ու տենց կարողացան այդ բանը պարտադրել, բայց մինչև այդ քրեական գործերի բաներ, սպառնալիքներ, չգիտեմ, ճնշումներ եւ այլն, ինչ ասես հնարավոր ճնշում կիրառել են, որ հանգարցակի Ալավերդի համայնքում չլինի ընդդիմադիր համայնքապետ։ Այսինքն մենք այդ պատկերը տեսել ենք, ամբողջ Հայաստանում իրանք գնացել են այդ ուղղությամբ։ Ինչի համար են դա արել, որովհետեւ իրենց պետք էր 100%-անոց վերահսկողություն, հա, իդեպ վերահսկողության մի ձևն էլ վերբովկան է, այսինքն ինչ որ մարդկանց ուղղակի, որոնք ընդդիմադիր էին, իրանց ուղղակի բերել են ԿՊ-ական Նիկոլին քծնողական դաշտ։ Գիտեք, կանոնները չհրապարակեն։ Հիմա այդ իրանք, այսինքն լիակատար վերահսկողություն էին հաստատել տեղական ինքնակառավարման մարմիններում, որովհետև իրանք գիտեին, որ այդ ադմինիստրատիվ ռեսուրսը պետք է լինի իրենց բացարձակ վերահսկողության տակ։ Իրանք հասել էին դրան։ Այսինքն, բայց դա եղել է պլան A։ Հիմա ինչն է իմ ասածը, որ
Էլ չեմ խոսում, հա, այդ տերորը, այդ լայքերի հաշվարկը, ամեն մեկի կապերի բացահայտումը, թե ով որտեղ ինչ պետական ապարատում ինչ բարեկամ ունի, Այսպեսի բան կա, պատկերացրեք, մի լայքը նստի իրան պաշտոն, աշխատանք, եթե լայք ես դրում, ուրեմն տեսել ենք ամբողջությամբ, բայց դա եղել է պլան A։ Հիմա ամենահետաքրքիր բանը, որ ես հիմա հարթարում եմ, որ պլան A-ն չնայած իրանք ամեն ինչ վերահսկել են ու իրանք իմացել են որ սրա վրա արևմուտքը կփակի աչքերը, պլան A-ն անգամ ձախողվել է, այսինքն այսքան բաներից հետո, նախապատրաստումներից հետո, այսքան ժողովրդավարությունը ոտնահարելուց հետո տերորի այս մթնոլորտը տարածելուց հետո իրենք ձախողել են ընտրությունները։ Այդ ժամանակ են անցել պլան B-ին։ Այսինքն սքավորվել էին, երբ որ հասկացան, որ պլան այսքան բան կիրառելով, այսքան տերոր բան սքավորված վիճակն է։ Այս սուքը, այս վախը ավելի ճիշտ է ասել։ Չէ, վախ։ Նաև վախ, ճիշտ է։ Չէ, այս վախը երևում է։ Այս ամեն ինչը տեղի է ունեցել պլան A-ի ձախողման պատճառով։ Իրանք հասկացել են, որ անգամ այս ծավալից հետո, այսքան ճնշումների բաներից հետո իրանք չեն կարողանում ապահովել, ինչքան ժողովուրդը իրանք չի ուզում։ Ու անցել են պլան B-ի, որը արդեն խայտարակ բաներ են եւ երևացող բաներ են, որովհետեւ կներեք ավելի խայտարակ բան, քան բանակի քվեարկությունը մինչև ժամը 2-3-ը առաջ, արդեն դժվար է պատկերացնել Եվ հիմա կարելի է այդ գնահատականներն էլ տալ, որ տասնյակ հազարավոր ձայներ 18,000 ձայն ասում են։ Եվ կարող է մինչև 100-ի հասնի, ասեմ այդ կեղծումները, այդ հələ պետք է ուսադիր ավելի լուրջ բան անել, վերլուծել, գնահատել, թե ինչքան է այդ ծավալը։ Հիմա գալիս է երկրորդ հարցը։ Այնուամենայնիվ հիմա ինչ որ այս A պլանի ձախողումից հետո B պլանն են իրագործել, դա ինչ որ արդյունք տվել է։ Հիմա պետք է տեսնենք, այդ արդյունքը կա։ Հիմա ի վերջո ինչ որ բան կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարելու է, արդեն բաների այդ արտասահմանյան ներկայացուցիչների, ընդհանրապես պետությունների շնորհավորանքները կան եւ այլն, այսինքն իրանք ու իդեպ Նիկոլի այդ ափալ-թափալ ելույթը հենց ժամը 2-ին ուղղված էր հենց դրան, ինքը պետք է ապահոver այն ֆոնը, որի վրա պետք է գան այդ շնորհավորանքները եւ գնա լեգիտիմացիա։ Բայց դա էլ ընտրակեղծիքի մի դրվագ չի, երբ որ մարդը 10% իհարկե, այնտեղ հաշվարկեն ամենը 10%-ն են հաշվել, մարդը ինքնահարճակ ինքն էլ ասում է, չէ, իրան ասում են ախպեր 10% են հաշվել, դու ինչ ես ասում, ասում է դե մենք մեր ներքին հաշվարկն ենք ունեցել։ Այդ ներքին հաշվարկով էլ դուք հասկացել եք, որ այո, որտե լույսերը անջատեք, որ պիտի բանն էկրանի վրա ջնջվի հեյ պատմանը թվերը։ Հիմա, բայց այստեղ հիմա երկրորդ կարևոր հարցն է սա բանի իրանք նպատակ են, չէ, իրանք առաջ դրել այդ համանդրական մեծամասնությունը վերցնելու։ Բայց այս թեման փակենք, հիմա փաստորեն իրենք արդ պլանշ տրված էր, հիբրիդային պատերազմով եկել էր արևմուտքը, հավաքական արևմուտքը Հայաստան, չհերքեք, որովհետև այս ամեն ինչը իրենց հովանու տակ է անցել, իրենք այդ ընտրված համայնքապետի սպանություն, դրանից հետո տեսնում ենք շարունակում են կալանավորված մնալ ընտրված Գյումրու քաղաքապետը, Մասիսի քաղաքապետը, որ ոնց որ թե սա հետ կապված ոչ մի աղմուկ, ոչ մի բան չկա, այլ չեմ ասում ճնշումները, տեսնում ենք Գորիսում կլինի, Քաջարանում կլինի, այս մարդիկ էլ չէ, բոլորը բանտերով անցալ, այլ չեմ ասում ձեր բերած հենց այդ օրինակը։ Ընդունում ենք, որ այս ամեն ինչը անցնում է իրենց աչք փակելու կամ հովանու ներքո, որտեղ հովանավորությամբ կա այդ։ Դե այլևս ասում եմ, Նիկոլ Փաշինյանն օկուպանտ է, ուզուրպատոր է, իր ռեժիմը այլևս հենվում է ոչ թե ժողովրդի վստահության վրա, այլ ժողովրդի նկատմամբ ճնշումների, մարդկանց իրավունքների ոտնահարումների, ընդդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաների, ընդ որում այնքան լայն է շրջանակը, դա ոչ միայն ընդդիմադիր կուսակցություններն են, դա նաև հոգևորականությունն է եւ այլն, այսինքն իրանք բոլոր ուղղություններով իրականացում են այս ռեպրեսիաները։ Շարքային պաշտոնյայի, սովորական պաշտոնյայից սկսած միջև քաղաքական լուրջ ուժերի եւ առաջնորդների եւ այդ գիշերվա հայտարարության էլ խնդրեի անդրադառնայիք մարդը ասում է հա որի մասին ինչ անշակում այդ պահին որ դեռ 10% էլ իբր թե հաշվարկ են արել չէ այդ մարդը կանգնում ասում է բան այդ 3-ին բոլորին տանելու եմ
բոլորին տանելու եմ, նստացնելու եմ, այս այլանդակությունը, այս շատ կարևոր հարց է, եթե ես մի քիչ ժամանակ չարաշահեմ, ես այդտեղ ասելիք ունեմ, որովհետև նայեք, ես անկեղծ ասեմ, ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը մեր աչքի լույսը չեն, ինչպես դուք գիտեք, մենք ունեցել ենք եւ հակասություններ եւ ամեն տեսակի քննադատություն եւ այլն ու բնականաբար ինչ որ վերապահումներ կան եւ այդ տարբեր չափով եւ այդ ուժերի բայց այսօր դրա ժամանակը չի որ դուք ուզում եք դրա մասին ասել որովհետեւ դիմաց էպիսի այլանդակություններ ես ուրիշ բան եմ ուզում ասել ուրեմն ես դրա համար ասում եմ էլի մի քիչ համբերություն այսինքն այդ մարդիկ կամ այդ ուժերը մեր աչքի լույսը չեն բայց Ստեղ գալիս է մի հատ հարց արդյոք իրավունք ունի Նիկոլ Փաշինյանը իրանց դեմ սանձել այս իրավական տերորը օրինակի համար մեկ էլ պարզվում է որ Գագիկ Ծառուկյանը ունի ինչ որ հարկային, չգիտեմ ինչեր, խնդիրներ, ինքը չկատարած Ուրեմն 8 տարի է օրինակի համար, եթե դες բան եղել է, չգիտես ինչի դրա մասին ոչ ոք ձեն չի անել, ու դա արվում է այն պահին, երբ որ ընտրական process-ներ են, հետընտրական process-ներ են, եւ այսինքն այստեղ ակնհայտ է, որ ինչ որ քաղաքական հարց է ուզում լուծի Նիկոլ Փաշինյանը Ես այստեղ գալիս եմ ամենամյա կարևոր հատկանիշին, որ Փաշինյանին բնորոշում է։ Իր համար արդարադատություն գոյություն չունի։ Իր համար արդարադատությունը դա բան է, sense ըստ նպատակահարմարության օգտագործվող գործիք է։ Ես ինչ եմ սա հիշում, որովհետև ես դες ընդհանրապես ուզում եմ տեղեկացնեմ, ինձ թվում է հետաքրքիր կլինի մեր հանդիսատեսին, մեր գլխավոր հակասությունները Նիկոլ Փաշինյանի հետ սկսեցին հենց այս հողի վրա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2012 թվականին, երբ որ մենք նոր ընտրվել էինք պարլամենտ եւ Նիկոլ Փաշինյանը 7-րդն էր մեր ցուցակում, ինքն էլ էր մտել Հայ ազգային կոնգրեսի ցուցակով պարլամենտ, տեղի ունեցավ մի հետաքրքիր բան։ Իշխանությունները բերեցին մի ամբողջ հայց Վարդան Օսկանյանի դեմ։ Ընդ որում բացարձակապես մոգոնված ինչ որ բաների հիշում եմ լավ չգիտեմ իբր Civilnet-ում ինչ որ գումարներ դրամներ ոչ դուժող կար ոչ բան այսինքն լրիվ մոգոնված լրիվ sense սարքած շինծու մի գործեր բերել էին պարլամենտ որ Վարդան Օսկանյանին զրկեին անձեռնմխելիությունից քրեական գործ հարցեն եւ ահա բոլորիս համար անսպասելի Նիկոլ Փաշինյանը հրապարակում է մի հոդված Այսինքն մենք բոլորս գիտենք, որ պիտի մերժենք, որտեղ այնտեղ սա սուտ է այդ գործը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է մի հոդված, որը կոչվում է Արդարադատություն ՑՊՀ։ Այո։ Որում մի մեծ լավաշ կամ երկու լավաշեր չեմ հիշում, ինքը հիմնավորում է այն հանգամանքը, որ այո, ակնհայտ է, որ Վարդան Օսկանյանի դեմ շինծու գործ է բերված, որ ինքը այնտեղ հանցանք չի գործել։ Բայց քանի որ ինքը հանցանք է գործել մարտի 1-ի գործով Ես գնալու եմ ու քվեարկեմ, որ իրան հանձնեմ իշխանությանը։ Այ այդտեղից էր, որ սկսվեց այդ պայթյունը Հայ ազգային կոնգրեսում, մեր երիտասարդները, մեր բազմաթիվ անդամներ, բաներ գրեցին հոդվածներ, որ եղբայր, sense չի լինի, դու արդարադատությունը այդ գործիք չի, բանի օգտագործման արդարադատությունը ունի իր սկզբունքները։ Այդ ժամանակ այն աստիճանի լարվեց հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի եւ Հայ ազգային կոնգրեսի միջև, որ անգամ մի քննարկում եղավ, որ մենք պետք է խզենք հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, խզելը արդեն խզված էր, բայց պետք է խզենք դա հրապարակայնորեն։ Եվ ահա մեծ վեճ գնաց մեր շտաբում, մի մասը ասում էր հենց հիմա պետք է խզել, մի մասը ասում էր այնուամենայնիվ թող մնա, դա մեզ վնաս կտա, թող հələ որ մնա, իր այդ հնարավոր է խոսել, եթե խոսենք ինքը ընդունակ է, կհասկանա, բան եւ այլն, ասես մի հատ պայքար էր գնում։ Եվ ի վերջո որոշվեց, որ ինձ հանձնարարում են որպես շտաբի ղեկավար գնալ Փաշինյանին բանը բերել
թարազուի եւ բացատրել ինչ որ բաներ։ Ես շատ լավ հիշում եմ այդ պատմական ինչ որ խոսակցություններ էլի։ Գնացի Նիկոլին նոր ենք ընտրվել պարլամենտ, հրավիրեցի, ասի գնանք այգում խոսանք, բան, տենց գնացինք խոսում էինք։ Ես իրան բաներ բացատրեցի, որ իր համար նորություն էր իդեպ։ Ժամանակ ասում եմ, լսի, դու Վիշինսկու մասին լսել ես, բա չէ։ Ասում եմ, Վիշինսկին եղել է բանը, խորհրդային միության հայտնի են դատախազը, այն դատախազը, որը ասում էր, որ խոստովանությունը դա ապացույցների թաքուհին է։ Ինքնախոստովանությունը դա ապացույցների թաքուհին է, ինչի հիման վրա բոլորին բան էին անում, ասենք տանջում էին բանտերում, ստանում էին ինքնախոստովանությունը, տանում էին գնդակահարում էին այդ 37 թվականի պրոցեսների ժամանակ եւ միջև դա, հա իր համար սա նորություն էր։ Ասի, լսի, Վիշինսկին հիմնադրել է այդ սկզբունքը։ Արդարադատության ուրեմն մեջ իր գլխավոր սկզբունքը, գլխավոր բանը, որ ինքը ասել է, դա հեղափոխական նպատակահարմարության սկզբունքն է։ Այսինքն, ոչ թե դու ինչ-որ բան պետք է ապացուցես։ Եթե հեղափոխությունը պետք է, ուրեմն դու կարող ես դա անել։ Բայց ինչ ճիշտ իրան բնորոշ։ Հա, ես ասի դու բոլշևիկ ես, հասկանում ես։ Նեոբոլշևիկ ավելի։ Դու բոլշևիկ ես, այս քո այդ սկզբունքները, քո համար արդարադատությունը ունի հեղափոխական նպատակահարմարություն։ Դու ասում ես, եթե էսի պետք է, ուրեմն անում ենք, անգամ անցնելով ապացույցների ճշմարտության վրայով եւ այլն։ Չի կարելի։ Մենք ասում ենք Վարդան Օսկանյանը, եթե մարտի բեկով բերածնենք, գնայինք դատեինք, բանանեինք եւ այլն, ինչ որ ապացույցներ կան, իր հայտարարությունները, բաները օժանդակող լեգիտիմացիան այն ժամանակվա ռեժիմի եւ այլն, բայց դու բերել են շիծու բան։ Դու չես կարող բանի հեղափոխական նպատակահարմարությունից ելնելով արդարադատությունը շրջես այդ ձևով։ Դրանից սկսվում է դիկտատուրան, դրանից սկսվում է ստալինիզմը, բռնապետությունը եւ այլն եւ այլն։ Սա ապշահար լսում էր, իր համար դա լրիվ նորություն էր։ Հա, լավ, բան sense ունեց ու այդ պահին մենք ոնց որ այդ լեկցիայի շնորհիվ 2 ժամանոցի դեպ ինքը բան եղավ։ Հետ կանգնեց։ Մի քիչ հետ կանգնեց, ինչ որ ձևականորեն էլի եկավ մեր 2 անգամ սկսեց մասնակցել բաներին, այդ մեր բայց մեկը ինքը իր բայց չէ, ինքը արդեն խզել էր բանը հարաբերությունները։ Այդ մի հատ էլ եթե հետարքիր է, ժամանակ ունենք, կարող մի հատ էլ էպիզոդ պատմեմ։ Ուրեմն այդ ժամանակ մենք հələ սեսիան չէր սկսել։ Ամռանը արտահերթ բան էր, սեսիա էր։ Եվ այնց ստացվեց, որ առաջին նիստը կապված էր Սևանի ջրերի բաց թողման հետ։ Արտահերթ նիստ հրավիրեցին եւ մենք առաջին անգամ եկանք մասնակցելու։ Հիմա մեկ էլ տենում ենք, որ բանա, եթե ԲՀԿ-ն չմասնակցի այդ գրանցմանը, քվորումը չի գրանցվի ու մենք կարանք տապալենք այդ նիստը։ Հա, Նիկոլը ասում է մի հատ քվարքի բան անենք էլի, բանակցենք բան, դες մեր բանով այդ ինչա կոչվում այդ ՀԱԿ-ի Հայ ազգային կոնգրեսի խմբակցության այդ կանոնադրությամբ մենակ խմբակցության ղեկավարը իրավունք ունի բանակցելու, ասես հեսա կգնան բանակցել, բայց Նիկոլը չի դիմանում, գնում է սկսում է Նաիրա Զորաբյանի ու Վահե Հովհաննիսյանի հետ բանակցել, որ եկեք դուք բան արեք։ Այդ քվորումը տապալենք էլի միասին բան։ Մեկ էլ անցնում է ինչ որ ժամանակ, դե չի ստացվում տապալել, այդ չի կարևորը, բայց Նիկոլը Փաշինյան այդ մեր այդ այգու խոսակցությունից հետո գալիս է մեր կուսակցությունների հավաքին, այդ 18 կուսակցությունների հավաք էր ամեն շաբաթ եւ հարց է բարձրացնում, ասում է ես ուզում եմ հարց դնել, թե ինչի ենք մենք բանակցում եւ ընդհանրապես համագործակցում մարտի 1-ի արյան մեջ իր ձեռքը թաթախած ուժի հետ։ Խոսքը ԲՀԿ-ի մասին է։ Ես էլ ասում եմ շատ լավ, խոսացեք, սա խոսացին մի երկու կուսակցություն իրան աջակցեց այդ առումով, սենց եւ այլն։ Հետո ասեցի, դե մենք այդ ժամանակ հիշում եք, այդ բուրժուա դեմոկրատական այդ բաների սկիզբներ, որ սենց ԲՀԿ-ի հետ ինչ որ բան էինք անում, բանակցում էինք եւ այլն։ Ինքը այդ հարցը դրեց։ Ասի լավ։ Հիմա հարց։ Ես ուզում եմ հրապարակեմ բոլորի առաջ, որ բարիս բուն իմաստով 2 օր առաջ այդ մարդը
չնայած խախտել է ՀԱԿ-ի խմբակցության կանոնադրությունը, բայց գնացել բանակցել է ԲՀԿ-ի հետ, բայց երկու օր հետո ձեզ մեղադրում է թե ինչի եք ԲՀԿ-ի հետ գնում։ Այսինքն ես ասացի, բանա, ասեցիք, բայց այդտեղից չէ, ես ասացի, եղբայր, խախտել ես կանոնադրությունը, բայց այդ մի կողմ դրենք, դա ֆորմալ բան է։ Բայց դու գնացել ես, բանակցել ես մի ուժի հետ, որի ձեռքերը թաթախված են մարտի 1-ի հետ։ Պապանձվեց, հետո ասում է, դե բայց այդ ուրիշ հարց է, ասի շատ լավ։ Եթե այդ ուրիշ հարց է, ուրեմն կա հարցերի շրջանակ, որի շուրջ կարելի է բանակցել մարտի 1-ի արյան մեջ ձեռքերը թաթախած ուժի հետ, եւ կա ինչ որ մի շրջանակ, որի շուրջ չի կարելի։ Եկեք ուրեմն այդ շրջանակը շատ հստակ գծենք։ Ես առաջարկում եմ, որ դու այդ շրջանակը գծես, ներկայացնես, մենք էլ հաստատենք այդտեղ, թե ինչ հարցերի շուրջ կարելի է, ինչ հարցերի շուրջ չի կարելի։ Այդ վերջին խորհրդակցությունն էր, որ ինքը երևաց, որովհետև ինքը ուղղակի ասած պապանձվել էր, չգիտեր ինչ խոսեր, ինչ ասեր, որովհետև ինքը իր վարքով խախտում էր այն ինչ որ քննադատում էր, ըստ էության ինքը եկավ իշխանության, այն տեսեք երկու փոքր դրվագ ներկայացրեցիք, բայց այդ մարդու էությունն է անում է ճիշտ նույն բանը լինելով վարչապետ, ճիշտ նույն բանը դրվագային, այստեղ պետք է ես սա եմ, այնտեղ պետք է ես սա եմ, այսինքն ոչ մի բարոյական, ոչ չկա, այսինքն գոնե ասենք մի բան կա, գոնե մի բան կա, որ ասում էր ես չեմ կեղծում ընտրությունները, չէ՞։ Հա։ Էդ էլ պրծա։ Չէ, իմիջիայլոց այս մարդը ասել ձեռքս պիտի կտրեմ, եթե մի մանդատ, մի չգիտեմ ինչ։ Հիմա ամեն օր բացում են, այսօր Մարուկյանը, չգիտեմ, քանի հատ բացեց որ կոնկրետ ստացել եմ, վստահ եմ ցանկացած ընդդիմադիր ուժ իր արբանյակներին մի կողմ դնենք, հանենք նույն պատկերն է, ուժեղ Հայաստանն է, բացայտում բաղագա։ Այս ամեն ինչը եմ ես այս ամեն ինչը բացատրում, որովհետև այս մարդը ոչ մի կապ չունի օրենքի նկատմամբ հարգանքի, սահմանության նկատմամբ հարգանքի, արդարադատության սկզբունքների նկատմամբ հարգանքի։ Ինքը չունի ոչ մի արգելք, ոչ մի տորմս չկա։ Եվ այդ իրանց այդ բանը այդ սպանված այդ բանը այդ արտահայտությունը հենց իրեւ ամենակիչ սպանված վիճակը իր մոտ էր, որովհետեւ ինքը թքած ունի։ Այն մարդիկ գոնե զգում են իրանց վախի մի ինչ որ բան կա իրանք զգում են, չէ, ես մտածում եմ անգամ խղճի կարող են ինչ որ իրանք զգում են որ ինչ կեղտոտ բան են արել, ինչ կեղտոտ հանցանք են, իրանք կեղծել են։ Բոլորը գիտեն ինչ են արել։ Նիկոլը ամենա անբարյականն է։ Չէ, ամենա, ասենց ասեմ, հանգիստներ մեջներից։ Որովհետև իր համար այդ սկզբունքները զրոյական նշանակություն ունեն։ Ես հենց այդ էի բացատրում։ Այս մարդը արդարացան օրենքի սահմանության հետ ոչ մի կապ չունի։ Հիմա այդտեղ գալիս է մի հատ կարևոր բան։ Մինչև հիմա ինքը իր լեգիտիմությունը, որը կար իմ կարծիքով, օգտագործել էր հետևյալ այդ ինստիտուցիոնալ անձնիշխանության շրջանակներում, այսինքն մենք ունենք սահմանադրություն, որը թույլ է տալիս ունենալ երաշխավորված մեծամասնություն, տվյալ դեպքում անգամ ուներ սահմանադրական մեծամասնություն, ինչը իրան թույլ էր տվել ձևավորել բոլոր մարմինները պետական իր քմաճույքով, իր ցանկությամբ եւ այլն եւ այլն։ Ինչը բերել նրան, որ ինքը իսկապես որ ասում էր կառավարությունը ես եմ, ինքը կարող ասել պետությունը ես եմ։ Որովհետեւ ամբողջ պետությունը ըստ էության այս անձնիշխան, այս ինստիտուցիոնալ անձնիշխանության համակարգում անցել էր Նիկոլի ձեռը։ Հիմա ես չգիտեմ այս հետընտրական process-ները ուր կտանեն։ Ես չգիտեմ Սամվել Կարապետյանի ուժի ոչ պլանները, ոչ վճռականությունը, ոչ պատրաստակամությունը, ինչ են անելու, ոնց են անելու, ամեն դեպքում ինչ գործողություն լինի հանուն ժողովրդավարության, մենք բնականաբար կաջակցենք։ Բայց հարցը չի, ես չգիտեմ իրանք ինչ են անելու, բայց գոնե պետք է լուծել մի հարց, որ այս անձնիշխանությունը պետք է կանգնացնենք։ Այսինքն, եթե օրինակ հիմա շատ կարևոր հարց է, Նիկոլ Փաշինյանը 60 մանդատ կունենա, թե 65 մանդատ կունենա։ Հասկանք, շատ կարևոր հարց է։ Այդ որ ասում են, այդ հեչ կարևոր չի, կարևորը այն էր, որ ինքը իշխանությունից գնար եւ այդ կարևոր է, եկեք այդ հարցը լուծենք։ Այսինքն մենք չպետք է ընդունենք այս ընտրությունների լեգիտիմությունը, մենք չպետք է ընդունենք Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, մենք պետք է պահանջենք ու ամեն քայլ պետք է ուղղված լինի նրան, որ մենք հասնենք արտահերթ ընտրությունների, որովհետև այս ձևավորված պարլամենտը ինքը չի կարող համարվել լեգիտիմ արտահայտություն ժողովրդի կամքի։ Այսինքն այս ամեն ինչը պետք է անել։
Բայց կան հարցեր, որոնք պետք է հիմա լուծել, որոնք իրատեսական է անգամ լուծելին, այդ մի բանը շատ կարևոր է, որ լինի ճնշում, որ ինքը այդ իր մանդատների թիվը գոնե իջնի 60-ի։ Իսկ դա հիմա դու կանգնում եք դա, դու կարծում եք որ դա իրեն կկանգնեցնի, կկասեցնի, ինքը կասի, կապ չունի, մի մանդատ ավել եմ ստացել, գնում եմ եկեղեցու վրա, մի մանդատ ավել եմ ստացել, սահմանագծում, դե իրան ճանաչելով, ինքը արդեն ունի էրոզիա իր լեգիտիմության, էրոզիան ո՞րն է, քանդվել է իր լեգիտիմությունը, սա մեկ, երկրորդը Եթե ինքը համել չունենա ում աչքի առջև անհրաժեշտ գործիքները, աչքի առջև, թիմի աչքի առջև, այդ ձեր մատնանշած դեմոկրատական երկրի, թե մեր ռազմավարական գործընկեր երկրների ում աչքի առջև ակալ բոլորի։ Հա, անգամ հավաքական արևմուտքի վրա պաշտպանում է։ Բաղադրիչը կարևոր է։ Անգամ հավաքական արևմուտքը պաշտպանեց իր այս այլանդակությունները։ Կային ուժեր, քաղաքական ուժեր կային, չէ, որոնք համարում են մենք էլ Իրան պախարակելով, Իրան մեղադրելով համարում ենք, որ ինքը լեգիտիմ իշխանություն է։ Հիմա չենք համարում, որ լեգիտիմ է։ Դե ինքը գտել է նոր արբանյակներ, այնտեղ ինչ որ մարդիկ կան, ոչ չգիտեմ ինչ ձայն է։ Ինքը դրանցով կլրացնի, կաղմկեն, կփորձեն, դա ֆայլ, ինքը դա այդ Ես գիտեմ, որ ինքը ոչ մի բանի առջև կանգնած չի։ Ցանկացած իշխանություն իր լեգիտիմության պակասը փորձում է սվաղել, ինչ որ բաներով, արտաքին լեգիտիմացիա բերել։ Ուզում եք ասել, որ սա նաև գործիքակազմ է ընդդիմության ձեռքը, որ իր պահել, սանձել, այս պարագայում սանձել ու անպայման։ Ես նորից եմ ասում։ Հիմա ինքը կարող է օրինակ մանդատների հարցը, հա, այս դրամասին էլ եմ ուզում խոսեմ։ Ասում են բանա։ Հիմա մի հատ մեծ համատարած ալիքա գնում, որ մանդատները չպետք չի վերցնել։ Չէ, ինչ ոչ, որ բանը Եվ որում համաձայն եք, որ արհեստական ասամատել։ Չէ, մենք ձեզ ինչի համար ենք ընտրել, որ դուք իշխանություն վերցնեք, Նիկոլին քշեք, եթե գնալու եք իր մոտ падգամավոր աշխատեք, մեզ դա պետք չի, մենք դա 100 անգամ դա տեսել ենք եւ այլն։ Սա մի հատ աբսուրդ է, ու բացատրեմ ինչի։ Այստեղ ես պիտի խնդրեմ մեր հետևորդներին դուք էլ իրենց նայեք եւ բացատրեք, թե ինչու, որովհետեւ ես իմ կարծիքով արհեստական, չէ, մի մասը արհեստական է սալեն, չգիտեմ ինչ նպատակ են հետապնդում։ Մի մասն է ասես ազնվորեն խոչխորանալով մտածում եմ, որ ճիշտ է, որ մանդատները չվերցնեն։ Հիմա ինչի է պետք վերցնել կամ չվերցնել, խնդրեմ, պարոն։ Պարզ բացատրեմ, նույն խոսակցությունները եղել են նաև մեր նկատմամբ 2012 թվականին, երբ որ մենք այո ես վստահ եմ, որ մենք մի 25-30% պիտի ստանայինք, կեղծիքներով մենք ստացել էինք ընդամենը 7%, ընդամենը 7 մանդատ։ Եվ ահա անգամ կոնգրեսի ներսում կային կուսակցություններ, շատ լավ հիշում եմ, որ ասում են մենք մանդատները չպիտի վերցնենք, որովհետև այս մանդատներ վերցնելը կնշանակի լեգիտիմություն տալ այս պարլամենտին եւ այլն եւ այլն։ Բայց մենք շատ պարզ բան ենք ասում, լսեք։ Մեր մանդատները հալալ մանդատներ են։ Այդ իրանցն է, որ Սա հատուկ Սամվել Կարապետյանի համար, Ռոբերտ Քոչարյանի համար, որ այդտեղ քննարկվել վերցնենք թե չվերցնենք։ Հալալ մանդատներ են։ Մենք հակառակը պիտի վերցնենք, գնանք, ի՞նչ է նշանակում այդ մանդատները։ Հա, իդեպ այստեղ ամենակարևորը դու այդ մանդատները ո՞նց ես օգտագործում։ Որովհետև մանդատը ընդհանրապես քաղաքական գործիք է։ Որը դու կարաս գործիք է, այդ գործը ամենաուժեղ գործիքներից մեկն է, ինչի մասին է խոսքը։ Անկամ կներեք էլի Լենինի ժամանակները գնանք տենց բանը, Լենինի չէ, ոչ թե Խորհրդային Միության, այլ Լենինի հենց բանի, ցարական Ռուսաստանի ժամանակները։ Այն ժամանակ բոլշևիկները, երբ որ բանում այդ ստացան պետական դումայում տեղեր ստացան, իրանց մոտ էլ այդ բանը կար, որ եթե դու գնում ես մասնակցում ես այդ ընտրությունների Բոլշևիկները ինչ են Բոլշևիկները ասում են, բուրժուական պարլամենտա, դա լեգիտիմ բան չի, դա չի կարելի դրան մասնակցել, հենց որ դու մասնակցում ես, դու կորցնում ես քո հեղափոխական վստահելիությունը։ Հիմա էլ ասում են, եթե Սամվել Կարապետյանն, մենք պետք է ասում ենք այդ ինստիտուտների դեմ լինել։ Ու Լենինը այն ժամանակ մի հատ հոդված է գրել, Լենինը հոդված է գրել, որտեղ բացատրել է, ասել է, լսեք, այ ժողովուրդ, մենք էլի չենք ընդունելու այդ բուրժուական պարլամենտի բանը լեգիտիմությունը, այդ միապետության լեգիտիմությունը, բայց դա ամբիոն է, որը բազմապատկում է, տասնապատկում է մեր ագիտացիոն հնարավորությունները։ Քաղաքական գործի չէ։ Ինչ տարբերություն կա, չէ, անկեղծ եմ ասում, կա քաղաքական։ Ինչ տարբերություն կա քաղաքական գործի եւ մակերեսային ընկալումներով ինչ-որ խոսող մարդկանց հետ։ Եթե դու ունես հզոր քաղաքական, դա քո արսենալն է, քո գործիքակազմն է։ Եթե դու ունես հզոր քաղաքական գործիք, դու դա քաղաքական գործիք սխալ բան եմ ասում, քաղաքական գործիք։ Չէ, ուղղակի բան է։ Չեն ընկալում մյուսները։ Ամբողջ խնդիրն է, որ չեն ընկալում։ Ոնց կարելի է այս գործիքը չօգտագործել, ոնց։
Ու դուք ճիշտ բառ ասեցիք, այսինքն ընտրված բան ասան, այն կես միլիոնի կամ չգիտեմ 400-500 000-ի ձայնը շփրտել մի կողմ չգնալ այնտեղ, որովհետև ասում են դուք լեգիտիմացնում եք բանին Նիկոլին, այսինքն ընդամենը ժամանակավոր մի հատ էֆեկտ է, որ տեսեք ինչ ապտակ տվեցինք ու Նիկոլը մենակ նստելու է ինչ ուզի անի, ոչ էլ Վրաստանում։ Եվ հիմա այդ ընդդիմության մասին ոչ ոք չի։ Ես խնդրում եմ պարոն Զուրաբյանի խոսքը փոխանցեք Կարծում եմ այս գիտակցումը կա Հայաստան դաշինքում Սամվել Կարապետյանին եւ այդ դաշինքին որ գիտեք ինչի ոնց են ճնշում իրենց ոնց են ճնշում այդ թեզերով ճնշում են գրառումներ են անում գնում ասում են մի վերցրեք մանդատները մանդատ չվերցնելը աբսուրդ է Ես գիտեմ ինչ քննադատության ալիք է գալու հիմա ին վրա բացարձակ ես թքացում եմ այդտեղ ճշմարտությունը ինձ համար միշտ եղել է ամենակարևոր բանը, եթե ճշմարտությունը ասել է մեզ բերում է նրան, որ մենք ձայներ ենք կորցնում, իսկ դա հաճախակի եղել է, մենք մեյով նույնը գնացել ենք ճշմարտության ուղղությամբ, ես էլ այս դեպքերից մեկն է, երբ որ ասում եմ ճշմարտությունը էս է, Ժողովուրդ ջան, եթե դու ստացել ես կեղծված պարլամենտում մանդատ, որը քեզ օգնելու է քո քաղաքական գործունեությունը առաջ տանել, այդ մանդատը պետք է վերցնես եւ օգտագործես։ Այստեղ իհարկե մի հարց կա Դու կարող ես վերցրես մանդատը եւ շատ կարևոր է ոնց դու եւ ոչ մի բան չանես այդ մանդատով, այդ դեպքում շատ անբարոյական բան կլինի արածդ։ Բայց եթե դու այդ մանդատը վերցնում ես, եթե դու այդ մանդատի հզորությունը օգտագործում ես բազմաթիվ հարցեր բարձրացնելու, այդ թվում նաեւ ոչ լեգիտիմ, կեղծ անգամ եթե գնում ես փողոցային պայքարի Փողոցային պայքարը ուժեղացնելու համար դու պարլամենտի ամբիոնից անում ես հայտարարություններ, իշխան է ուժեղացնելու եւ եթե զուգահեռ փողոցային պայքար լինի, իդեպ մենք 1-2 անգամ տեսել ենք, որ փողոցային պայքարը գնում էր եւ այդ պայքարը, այդ բանը գնում էր նաեւ ազգային ժողովում եւ եթե ճիշտ զարգանար, ինչ արդյունավետ է, վստահաբար։ Գնացեք, վերցրեք այդ բանը, գնացեք պարլամենտ, բարձրացրեք արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցը Ջարդեք այդ իշխանությունների ոչ լեգիտիմությունը ամեն քայլափոխին մտեք ու բարարեք Արտաքին բաներում աշխատեք ճիշտ 1000-ը մի հարց կա շարունակում է մնալ դեռ տեսեք ինչ վտանգավոր ու եթե իսկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այնքան թուլացած է որ ինքը կարող է չդիմանա ասենք շատ երկար Դե տեսանք բայց թուլացած չլինի հազիվ այդ մանդատները այդ ուժ ժամանակաշրջանում հավելյալ գործիք են քեզ քաղաքական պայքարի համար Այսինքն դա մի ստանդարտ է որը չգիտեմ ասում եմ անգամ Լենինը որը ատում էր այդ բանը պարլամենտարիզմը ատում էր նա չէր ընդունում պարլամենտարիզմը Ընդհանրապես որպես համարում էր դա բուրժուական ինչ абսուրդ է դու ունես ուժեղ գործիքակազմ պիտի գնաս այնտեղ աշխատես ինչպես ասում եք հալալը դու ընտրված մարմինն ես այս ժողովուրդը գնացել է որ ձեզ տանի այնտեղ ուրեմն հերիք չի սրիկայություն են արել խարդախություն են արել իրենք պիտի գնան այնտեղ մենաշնորի պես ինչ ուզեն անեն դուք էլ որոշեք ասեք չգնանք ինչ անհեթեթություն Վրաստանի օրինակը որոշեցին չգնալ դուրս եկան փողոցային ինչ-որ բաների ճնշեցին, հիմա ինչ անում Վրաստանի իշխանությունը մի անձնյա դրել է, բա մենք արչևում, մենք Վրաստանի օրինակը, չէ, մենք արչևում սարսափելի բաներ անելու այս մարդը։ Ուրիշ բան էլ ասեմ։ Ոչ չգնալ խորհրդարան, ոչ չպայքարել։ Անպայման բոլոր հատկապես այդ ուժերը, որոնք կոնկրետ մեծ արդյունքներ են արձանագրել, նրանք պիտի դիմեն սահմանական դատարան։ Այս էլ է շատ կարևոր բան։ Եվ մենք ասում ենք, մենք պատրաստ ենք Հիմա նայեք, եթե մենք հայցով գնանք սահմանական դատարան, դա մի քիչ լուրջ տեսք չունենա, բայց եթե ուժերը, այդ մեծ ուժերը, այսպես ասած, որոնք պարլամենտում տեղ են վերցրել բան, իրանք գնում են սահմանական դատարան, մենք պատրաստ ենք միանալ դրան։ Եվ ստորագրել, թող լինի մեծ հայց բոլոր քաղաքական ուժերի կողմից սահմանական դատարան։ Պարոն Զուրաբյան, պետք է աշխատել, մի կողմից բոլորը միանում դիմում են սահմանադրական, մյուս կողմից շատ ակտիվ աշխատանք անում խորհրդարանում, մյուս կողմից փողոցային պայքար, այսինքն պետք է բոլոր գործիքակազմները օգտագործվի։ Ես sense բան չէի առաջարկի անցյալ անգամ 21 թվին, որովհետև այնուամենայնիվ, ասում եմ, մեր կարծիքով լեգիտիմությունը պահպանված էր, մեծ հաշվով, այսինքն Նիկոլ Փաշինյանը ընտրվել էր Այս անգամ ինքը չի ընտրվել, ինքը կեղծել է ընտրությունները, ինքը հանցագործությունն է, հերթական մեծ հանցագործությունն է գործել մեր ժողովրդի դեմ, մեր
ազատության դեմ, մեր քաղաքացիական ազատությունների դեմ, մարդու իրավունքների դեմ, մեր ժողովրդավարական ազատությունների դեմ։ Սա ինքը չպետք է կարողանա մարսի։ Եվ պարոն Զուրաբյան, ոչ միայն գործել է, ինքը շատ հստակ ասել է, թե ինչ է պատրաստվում ապագայում անել։ Այս մարդու միայն հայտարարությունները եւ վերջին շրջանի եւ ոչ միայն վերջին շրջանի գործողությունները հաստատում են այն, որ մենք ստացել ենք նոր տիպի բռնապետ։ Այսինքն դուք տեսեք ինչ հրեշավոր գործողություններ են լինելու։ Էլ չեմ ասում ինչ դավաճանական նոր գործողություններ հայրենիքի հետ կապված, չէ՞։ Ինչ անելու էս մարդը։ Ոնց եք դուք կասեցնելու սա։ Փողոցային պայքար։ Նախ այդ փողոցային պայքարը պիտի գեներացվի։ Իսկ ով ասեց որ խորհրդարանական աշխատանքը լրացուցիչ հավելյալ ուժ եւ էներգիա չի, որպեսզի այդ պայքարը գեներացվի այդ էներգիան։ Ո՞նց կարելի է սա չգիտակցել, սա չհասկանալ։ Ես էլի շեշտեմ, եթե գնալու են մանդատները վայելելու։ Դա պարզ է, չէ՞ մենք ուրիշ բանի մենք խոսում ենք ամասին, որ պիտի գնալ շատ բան կռվի։ Խնդիր պետք է շատ հստակ լինի։ Մանդատները վերցնում ես, որ օգտագործես որպես զենք, զինամթեր, գործիք ապօրինի ռեժիմի դեմ։ Այս սա ուրիշ բան է։ Ես կխնդրեի, որ անպայման, քանի որ շարունակում է կալանքի մեջ մնալ, պարոն Զուրաբյանի այս խոսքը անպայման փոխանցել Սամվել Կարապետյանին, որտեղ գիտեմ, որ ճնշումներ են բանեցնում, ինչ որ մարդիկ փորձում են ճնշել, իբր թե հանրային չգիտեմ ինչ կա, ամեն քաղաքացի գլուխա բարձրացնում առանց բացատրելու։ Ընդ որում մասնագետներն էլ, այլ խոսում էր պարոն Օրբելյանը կետերով բացատրում էր, որ նաև այդտեղ ինչ անհնարինության ինչեր կա, որ եթե հրաժարվեն նախ տեխնիկապես ես չգիտեմ, դա արդյոք հնարավոր է, որ 3 ուժերը բոլորը հրաժարվեն, 150 հոգի այնտեղ, 200 քանի, բայց եթե 5 հոգի մնան, ինչ է կանելու։ Եթե դրանից հետո մի ուրիշ բան էր ասում, այս մարդը հակասահմանադրական 1000 ու մի քայլերի է գնացել, վաղը մեկ էլ որոշում է, մի հատ կետ է այնտեղ ավելացնում, խմբագրում է եւ հայտարարում է, որ մենք որոշեցինք, որ այն մնացած ուժերը իր արբանյակները պիտի անցնեն։ Ինչ է կանելու սրա դեմ։ Քննարկել եք դուք սա։ Չէ, ես էլ կա, չէ որ կարող է, չէ նենց առանց ընկալելու օդի մեջ, չէ պետք է գնան, որոշել են։ Ու լավ է, որ այդ օրինակը վերեցիք, որ նույն բաները եղել է 12 թվականին, որ դուք որոշել եք, որ ձեր ստացած մանդատներն է, պետք է մանդատները վերցնել։ Դա ձեր մանդատները չի, դա մեր տված ձայներն է։ Բայց ձայն եմ տվել ինչի համար։ Ձայնը թե որ դուք շփրտեք այդ մանդատը։ Համաձայն եմ, օրինակ ես համարում եմ ամենաբարձր ամբիոնը ո՞նց կարելի է չօգտագործել։ Ես համարում եմ, որ օրինակ մեր դեպքում կատարելու է մի բան, մեր անգամ էլեկտորատը շատ մեծ մասը լքել է մեզ։ Ահա, նորից գրում են, մեզ մանդատներ պետք չի։ Բացատրում ենք այս մարդկանց, թե ինչի է դա պետք, մարդիկ ասում են օդի մեջ, առանց լսելու, ենթադրում եմ չեն լսում։ Մեզ մանդատներ պետք չի։ Ինձ էլ պետք է, ձայնը պետք է ուրիշ բան հարցնել, ասել, իսկ ձեզ ի՞նչ է պետք։ Փողոցային պայքար։ Փողոցային պայքարին, եթե այդ մանդատները օգնում են Ինչու չլինի։ Եթե ասենք դու օգտագործում ես այդ մանդատները փողոցային պայքարը թեժացնելու նպատակով։ Այո, ինչի դա չվերցնել։ Երկրորդ բան է։ Երկու բան են ասում պարոն Զուրաբյան։ Մի բան հիշեցնեմ։ Այն որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ 2018 թվականին փողոցային պայքարը ուժեղացնել, նաև կապված էր նրա դեպուտատի ստատուսի հետ, որտեղ ինքը այդ մանդատը կարողանում էր օգտագործել։ Իհարկե։ Այնտեղ գնում էր ինքը գալիս էր մի հատ էլ տամբյոնով։ Նույն իշխանությունը այն ժամանակ վախեցած էր, ասենք որ չէ, ասենք ինքը չէր կարա բռներ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեր, որովհետև դրա համար պիտի բերեր հետո իրան պարլամենտում էլ մեծ աղմուկ, երկարաժամկետ, չգիտեմ, քննարկումներ, որը ավելի մեծ բողոք կարող էր գեներացնել։ Այսինքն այդ մանդատը աշխատել է, չէ՞։ Դուք հիշում եք նաև շարժումների ժամանակ, երբ որ падգամավորներ կային ընդդիմադիրներ, այդ հանրավակներից հետո գնում էին այնտեղ մի հատ ալիք էր, մի հատ բոլորովին լրիվ ունի։ Եթե մանդատը չլեր, այն ճանապարհին, որ ինքը գնում էր, հա, Լեննականից Գյումրիից մինչև Երևան, ցանկացած բային կարեն ձերբակալեն ու Պարզ լսեցիք հիմա։ Հա, ուրեմն այս երկու բանն են ասում, ասեն փողոցային պայքարի համար ենք մենք տվել, կարծեմ էլ ավելի պարզ ոնց բացատրի, շատ հստակ բացատրեց պարոն Զուրաբյանը, եւ երկրորդ բանը, որ ասում են կգնանք եւ կլեգիտիմացնենք Նիկոլ Փաշինյանին։ Եվ այս հարցն է, այս երկու բանն են ասում։ Դե լավ, չէ, այդ նորից եմ ասում, հա, հասկանալի է, բոլորս էլ ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Հա, հիմա ընդհանրապես պետք է հասկանալ այդ հեռանալու համար
հավելյալ գործիքները մերժենք, թե ընդունենք։ Անհեթեթություն է մերժել այդ գործիքները, մասնավորապես վերցնել մանդատները եւ բարձր ամբիոնից, բարձր հարթակից կռիվ տալ եւ լրացուցիչ հավելյալ էներգիա ուժ պայքարի բանտալ եւ չպայքարել, անհեթեթություն է, այսպիսի բաներ մտածելը, որ չպետք է վերցնել, չպայքարել, շատ կարեւոր է։ Հետագայում արդարացվի։ Այո, դե դա ասեցինք, 5 անգամ ասեցինք, դա պիտի չկներեք, բա մեր նման հարթակներն ու ձեր նման գործիչները ինչի համար են, եթե չլինի մենք նաև դրա մասին ենք խոսելու, բա ինչի համար ենք մենք։ Մենք նաև մանդատ ենք տվել, որ իրենք ոչ թե գնան վերցնեն, մենք մանդատ ենք տվել, որ իրանք գնան այն ինչի համար, որ պիտի գնան կռիվ տան, ճիշտ է, որովհետև 1000 անգամ պատրաստ եմ կրկնելու, ոչ միայն այն հանցագործ բաների համար, որ արվել է, այն համար, որ դեռ արվելու է, որ ճակատագրական է լինելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի համար, այդպես է թե այդպես չի։ Սա է։ Եւ այս ասեք։ Չգիտեմ, երևի մեր զրույցը, հա, թե էլ է ունենք։ Չէ, ես էլի հարցերում եմ, տեսեք, նաև ինքը հայտարարում էր, ասում էր, հիմնականում այս թեմայի շուրջ խոսեցիք, բայց ասում էր, եթե 300,000 մարդ դուրս գա եւ ասի, մերժի ինձ, ես պատրաստ եմ հրաժարվելու։ Հիմա ըստ էության այն չհաղթահարեցին այդ ուժերի ձայները եւ հաղթահարած այդ ուժերի ձայները միացնես, 500,000-ից շատ է։ Այս մարդուն կարելի է անընդհատ կրկնել, որ ինքե ջան, ոնց որ ասում էր Սամվել Կարապետյան, դեռ ռադդ քաշես գնաս։ Չէ, ռադդ կներեք, ինձ այդ թվերը չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, եթե դու կեղծել ես քո ընտրությունը, դու պիտի ռադդ քաշես։ Վերջ։ Թե քանի մարդա դեմը հելել։ Ահա, նորից գրում եմ, ոչ մեկը մանդատ քաշելու։ Այս ընդդիմությունը դուք ավելի զոմբի եք, հա, ոնց որ Նիկոլի զոմբիներից խայտարակ զոմբի են։ Բոլոր տրամաբանական բաներով ձեզ բացատրում են, որ դա կարևոր է պայքարի համար հայրենիքի։ Միակ այս երևի նիկոլականներ են, լավ, հասկացա։ Չէ, դե լավ, հիմա ես չեմ բացառում, որ մարդիկ կան, որոնք անկեղծ շատ վրդոված են, համարում են մանդատ վերցրելը, համարում են կոմպրոմիս։ Բարձրավյան քանի փաստարկ բերեցինք։ Չնայած ինչ անշանակում, ասում եմ նորից, եթե մանդատը վերցնում ես, բայց շարունակում ես բանը առանց կոմպրոմիսի պայքարը, դա կոմպրոմիս չի։ Այո, եւ դա շատ արագ բան կլինի, տեսանելի կլինի, թե ինչ է, դուք ասեցիք ես գնալով շոկ է դառնում ձեզ։ Կարող ենք հիմա, այո, կարող ենք, չէ, իհարկե ունենք։ Ուղղակի դեռ չենք մտածում, որ այսպես շոկ կլինի եւ մեկ այլ հարց, եթե չճանաչի Ռուսաստանի Դաշնությունը, այսօր Մարիա միացեք, եթե չճանաչի Ռուսաստանի Դաշնությունը, ինչ հետևանքներ։ Դե սա ամենավատ բանն է, որի մասին մենք խոսում ենք, որ ցավոք սրտի մեր ներքաղաքական պայքարը սրվում է նաև այն պատճառով, որ գերտերությունները ինչ որ խաղադրույքներ են կատարել մեր ներքաղաքական պայքարի վրա։ Ի սկզբանե գիտեք, Դոնալդ Թրամփն էլ շատ անկեղծ մարդ է, ոնց որ հայտարարեց, որ ես անվերապահորեն աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքը կառուցելով, օգնելով մեզ կառուցել տրիպը, բացելու է մեր նավթային ընկերությունների ճանապարհը դեպի կենտրոնական Ասիա։ Շատ պարզ ասել է, որ խոսքը ըստ էության գնում է ոչ թե ինչ որ բանի ինչ որ ասենք ժողովրդավարի աջակցության մասին կամ ինչ որ արդար մարդու աջակցության մասին, ոչ, խոսքը գնում է նրա մասին, որ այս մարդը օգնում է մեզ ապահովել աշխարհաքաղաքական շահերը Միացյալ Նահանգների։ Բայց այդտեղ գալիս ենք այն խնդրի շուրջ, խնդրին ենք մոտենում, որը ոչ միտեղ չի գնացել եւ այս անկախ ընտրությունների արդյունքներից ինքը գոյություն ունի։ Հայաստանի շուրջ գնում է թեժ աշխարհաքաղաքական պայքար։ Այդ պայքարը նրա մասին է, թե ով պետք է ունենա ազդեցություն հարավային Կովկասում, ով պետք է ունենա ազդեցություն կենտրոնական Ասիայի նավթի նկատմամբ, արդյոք Իրանին հնարավոր կլինի մեկուսացնել, արդյոք Ռուսաստանին հնարավոր կլինի դուրս շպրտել հարավային Կովկասից, այս հարցերի շուրջ է կռիվը գնում։ Հիմա օրինակ ամենակարևոր հարցերից մեկը, որը չգիտես ինչի մեր հանրությունը դրան առանձնապես չի հետևում, կապված է Ամերիկայի եւ Իրանի պատերազմի հետ, որովհետեւ շատ լուրջ գիտեք բանա, կոնֆլիկտ է, որը ավարտված չի, բառացիորեն այսօր նորից իրանցի խփել են մի ուղղաթիռ Հորմուզի նեղուցի վրա,
ամերիկացիք պատասխանել են ռմբակոծելով իրանական օբյեկտները, Իրանը պատասխանել է ռմբակոծելով Միջին Արևելքի տարբեր երկրներում ամերիկյան դիրքերը։ Ընդ որում եղավ նաև Իսրայելի ու Իրանի միջև ինչ որ հարվածների փոխանակում, այսինքն այս ամեն ինչը շարունակվում է։ Ինչի՞ է սա մեզ համար կարևոր, որովհետև բառից բուն իմաստով վաղը այս իր թերի փչացած մանդատով Նիկոլ Փաշինյանը պետք է գնա թրիփի իրագործմանը, որին սպասում են Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն եւ այլն։ Բայց այդ թրիփը, ինչպես Իրանը ասել է, չի կարող կայանալ, քանի դեռ դա համաձայնեցված չի Իրանի հետ եւ Իրանի ասած կարգով չի իրականացվում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մի պարզ բան։ Եթե հանգարցակի որևէ անվտանգության հետ կապված, ասենք, ինչ որ միավորումներ հայտնվեն թրիփի գոտում, իսկ դա պետք է լինի ինչ որ մի օր, եթե իսկապես գնում են այդ պրոյեկտի իրագործմանը։ Իրանը, ես չեմ էլ վարանում ասել այս խոսքը, ուղղակի ռմբակոծելու է դա, խփելու է դա դրանց, որտեղ ինքը համարելու է, որ սա ամերիկա-իսրայելական պրոյեկտ է, որը ինքը թույլ չի կարող տալ իր բանի իր սահմանների շուրջ։ Հենց հիմա շրջանառվող փաստաթղթերից մեկը, որը պիտի դառնա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության հիմքը, այնտեղ կետերից մեկը հետեւյալն է, որ the US should withdraw from the vicinity of Iran. Այսինքն Միացյալ Նահանգները պետք է դուրս գան Իրանի հարևանությունից։ Իսկ դուք պատկերացնում եք ավելի հարևանություն, ավելի մոտիկ հարևանություն, քան թրիփի գոտին։ Թրիփի գոտին դա ուղղակի եթե գնաք մեղրի, դուք կտեսնեք, որ հենց Իրանը իր լեռներով, իր ամեն ինչով այնտեղ է։ Այսինքն ավելի մոտիկ հարևանություն, քան թրիփի գոտին Իրանին չի լինում։ Եվ մենք պետք է մտածենք, որ Իրանի ու Ամերիկայի միջև այս հակասությունները չլուծված ինչ որ մի համաձայնության չեկած հնարավոր է թրիփի կառուցում, դա միամտություն է։ Իսկն մենք ստեղ հիմա գնալու ենք շատ փոթորկալից մի շրջանով աշխարհաքաղաքական հակամարտությունների, հակասությունների եւ այստեղ Նիկոլ Փաշինյանի ներվոզությունը, նյարդայնակությունը նաեւ դրանով է պայմանավորված, ինքը հասկանում է, որ ինքը շատ թուլացած մանդատ ունի, շատ։ Իդեպ այսօր մամուլում գրել էին, որ Ադրբեջանում էլ անհանգստություն կա, որ սահմանադրական մեծամասնություն ինքը չունի եւ այն սահմանադրություն փոխելու եւ վտանգավոր բաները կարող է չանցկացնել։ Ասենք, որ մեկ ասում են, մեզ պետք չի բանը, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մենք դատախազի հարց չենք լուծում, բան եւ այլն։ Մարդիկ չեն հասկանում, որ այն որ Նիկոլ Փաշինյանը, ասենք, ունենա ընդամենը 60 մանդատ, դա մենակ դատախազի մասին չի։ Դա իր իշխանության ինտեգրալ հնարավորությունների մասին է, ամբողջական, որը այնքան սահմանափակալնելու, որ ինքը բավականին մեծ վերահսկողության տակ կարա հայտնվի եւ ընդդիմության կողմից, եւ ժողովրդի կողմից, եւ հասարակության կողմից։ Էսա շատ կարեւոր բան։ Իսկն այս բաները, գիտեք, մենք հիմա անգել ենք մի հատ բանի մեջ, որ կամ էսա կամ այնա։ Հայ, մենք էլ ենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Չէ, դե բա կյանքը մենք պատրաստ ենք գնալ բանը, եթե պետքա գնանք փողոցային պայքարի, որ ինքը գնա։ Ամեն ինչին էլ պատրաստ ենք։ Չէ, ազատագրման պայքար ամեն ինչին էլ այո, դի պատրաստ լինենք։ Բայց դու ասում եմ, քաղաքականությունը մի քիչ ավելի բարդ բան է, այսինքն դու բոլոր ուղղություններով պետք է ունենաս ինչ որ պաշարներ, ինչ որ զինամթերք, ինչ որ զինամթերք իհարկե փոխաբերական իմաստով եմ ասում, հանգարցակի բանա Բագրատ Սրբազանի օրը չգցեն, չնայած ասեմ, ես միայն ուրախ կլինեմ, որովհետև այս երկրում ոնց որ առանց նստելու իշխանության չես կարողաս, հա, միշտ տենց է եղել, էլի, հենց որ այդ этаպով էլ երևի պետք է անցնենք։ Հա, հիմա ասածը էսա, մենք Չէ, ոչ չպիտի կոչվել, մենք չպիտի այդ պրիմիտիվ եթե սա չեղավ վերջ, եթե չեղավ վերջ, գնացինք ամեն ինչ կամ ոչինչ, մահ կամ ազատություն, բան, այս կատեգորիաներով չպիտի մտածենք։ Ինչ է նշանակում, այսինքն
ավելի լավ է մենք հրաժարվենք ինչ որ sense բանից պայքարի տարբեր միջոցներից ու հայտնվենք մի վիճակում, որ ավելի վատ է լինելու, ավելի ուժեղացնելու ենք Նիկոլ Փաշինյանի այդ այսօրվա վերահսկողությունը։ Այ լավ է, հենց հաջորդ հարցս դա է, դուք ոնց որ կակակ ճիշտ կետին։ Ես կուզենայի ձեր խոսքը մենք մոռացել ենք, հիմա մենք խոսենք նրանց մասին, ովքեր որ ընտրել են եւ ինչ ակնկալիքներ ունեն, բայց նրանք որ այս ամենով հանդերձ մի նախադասություն միայն ասեմ 2021 թվականին դուք ինչպես ասում եք, այնուամենայնիվ որոշակի լեգիտիմություն կար, որովհետև եկեք ընդունենք, որ պատերազմից հետո ժողովուրդը շոկի մեջ շատ ծանր վիճակում էր հոգեբանական եւ այս մարդը կարողացավ ստրիկայաբար խաբել թե իբրև թե բերում եմ խաղաղություն եւ այո կարող ենք հասկանալ ինչ որ մասը չգիտեմ ես ճիշտ ասած չեմ հասկանում բայց գուցե խաղաղության ժամանակաշրջան ինչ որ է ինքը իր ներսով դրսով ինքը քանի որ ինքը փոթորիկա եւ պատերազմ բերողա ավիրողա տեսակ է այդպեսին ով որ իրեն գիտի հա առհասարակ այդ մարդու եւ իրենց խաղաղություն ակնկալել ես չգիտեմ դա ինչ է որտեվ մարդը նոր եկել է իշխանության եւ ասում է կծեփեմ կփռեմ կստորացնեմ ես չգիտեմ այդ մարդուց առհասարակ ոնց կարելի այդ մարդուն հավատալ կամ իր հետևից գնալ, ինչև է, բայց 21 թվականին, որ գնացին ընտրեցին, Լարիսա Ալարվերդյանը մի բան ասեց, որ գիտեք, ասեց նրանք ովքեր, որ 21 թվականին իրան ձայն են տվել, դուք իմացեք, որ ձեր հացի հետ են զոհվածների մարմինն է կերել ամեն օր, որտեղ դուք նաև այդ պատասխանատվությունը կրում եք, ավելին, դուք պատերազմի երկու պատերազմի դուռը բացեցիք նաև Արցախը կործանելու եւ այլն։ Ես չեմ հասկանում, բայց ինչ որ մարդիկ կան, գուցե sense հասկանում են։ Ինչ ունեք հիմա այդպես, ես կուզենամ իրենց էլ բան ասել։ Մարդիկ, որ այսօր 200,000 ձայն է, թե 300,000 ձայն է, թե 400,000 ձայն, վստահ ենք, չէ՞ որ 700,000 ձայն չի, ինչ որ ներկայացրել է, որտեղ այս կեղծիկները, ինչ որ դուք մանրամասն ներկայացրեցիք դրա մասին են խոսում, ինչ ունենք ասելու այդ մարդկանց, որ այս ամենով հանդերձ, որ այս աղետի մեջ ենք, աղետով եւ ինչ է սպասում ես, ձայն տվեցին իրեն։ Ես կարծում եմ, որ այդ մարդիկ բաժանվում են երկու մասի։ Մի մասը դա արել է, որովհետեւ վախեցած ա եղել, ուղղորդվել է կամ շահախնդիր ինչ որ կապերով ա կապված եղել ռեժիմի հետ։ Այսինքն ըստ էության արել է դա իր կամքին հակառակ, տարբեր մոտիվացիաներով։ Էլի ինչ որ մի բան է արել ինքը։ Ինչ ա եղել։ Հայելիում։ Ինչ ա եղել։ 76 հետաքրիր է, էլի որ ուղիղ եթերի հմայքը նաև բանսրանում է։ 26.7 տեղամասում ԿՊ Նիկոլի կուսակցությունը 0 ձայն է ստացել, ԿՀ-ն մուտքագրել է 717 ձայն։ Խայտարակ, այսպիսի խայտարակ ընտրություններ նորանկախ մեր հանրապետության մեջ չի։ Այո։ Այո։ Այսպիսի դուք բրավո, ես չգիտեմ սա որտեղ է։ Երևան է, որ երեսումը Երևանում է, հա։ Չգիտեմ որ չէ 700 ասենք դուք պատկերացնեք ինչ տեղամաս է 0 է ստացել Նիկոլ 0 եւ մուտքագրվել է այս ինչ խարդախություն է բայց այո անբարոյականություն է չէ սահման ունի չնայած չէ չունի լավ ինչ ունեք այդ մարդկանց ասեն որ Հրազդանի Մեղրաձոր գյուղը բրավո մերժել են այսպես ծայրից ծայր այդպիսի գյուղեր են կան Այո, Սասուն Միքայելյանի տղայի, որ նրա, ես ասեմ, որ ինձ զանգարել էին ռուս գործարարներ, սարսափած, որ այնտեղ մեծ ներդրումներ են արել, շինարարներ եւ ինչ է անում այս հրեշ Սասունը իր որդու հետ միասին, ինչ են անում, ուղղակի ինչ ահաբեկչություններ եւ խլել, ես չգիտեմ։ Այս մեր բանն է, էլի, վերջնախայտարակության։ Ասեցիք մի մասը շահագրգռված են, մյուս մասը։ Այսինքն մի մասը, որը իր կամքին հակառակ կամ շահագրգռված է ինչ-որ բիզնես կամ չգիտեմ պետական այդ լծակների առումով, այդ մասին ինչ ասես, այդ մասին ասելու բան չունես, այդ մասը ուղղակի սպասելու է, որ իշխանությունը փոխվի, որ հիմա էլ լծվի նոր իշխանության սպասարկմանը։ Մյուս մասը։ Բայց այդ մասը կա մի մաս, որոնք ասենք ես վստահ եմ կան այդպիսի մարդիկ, որոնք համարում են, որ այո բոլոր սխալներով հանդերձ, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը բերել է խաղաղություն, ընդ որում Միացյալ Նահանգների երաշխավորությամբ եւ գլխավորությամբ, որը շատ լուրջ երաշխիքներ է ստեղծում, որ
մենք սրանից դե շատ մարդ էս ռոպագանդայի տակ են ընկել, չէ՞ որ դե մենք սրանով կպրծնենք Ռուսաստանից վերջապես ռուսական կոռումպացված համակարգից, օլիգարխներից եւ այլն, այսինքն բնականաբար կան մարդիկ, որոնք այդ ռոպագանդային հավատացել են։ Գիտեք ինչ, այդ մարդկանց ես կասեմ հետեւյալը, չգիտեմ, այդ հեշտ է դա հասկանալ թե չէ, բայց եթե մտածում եք, որ այսօրվա աշխարհում, որտեղ մեծ հաշվով վերջին 20 տարվա մեջ Միացյալ Նահանգները գտնվում են անկման, իսկ Չինաստանը վերելքի վիճակում եւ ըստ էության աշխարհում գնում է, այսպես ասեմ, հեգեմոնի փոփոխության մի հատ գործընթաց, եթե դուք կարծում եք, որ Միացյալ Նահանգները, որոնք գտնվում են մեզնից, չգիտեմ, տասնյակ հազարավոր կիլոմետրներ են կողմ, դա այնպիսի երաշխիք է, որ երկարաժամկետ մենք կարող ենք դիտարկել որպես ապավեն, իմ կարծիքով դուք սխալվում եք։ Իրականում աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, Իրանը հզորացել է, Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին չկարողացան Իրանին ծնկի բերել եւ Հայաստանի այս միակողմանի լուծումը թրիփով, որում մենք ըստ էության սպասարկում ենք Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, սա իրականում շատ վտանգավոր մի հատ կառույց է, որը ամեն րոպե կարող է փլզվի։ Եվ սա շատ պրոբլեմատիկ է։ Մենք պետք է հասկանանք, որ պետք չի այդ պատրանքներով տարվել։ Ճիշտ է, ես հասկանում եմ, որ մենք բոլորս էլ ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ժողովրդավարություն, ուզում ենք ապրենք, որ ինչպես Եվրոպայում են ապրում եւ այլն, բայց սա ավելի շատ ոնց որ ցանկությունների մտածողություն է, անգլերեն ասում են wishful thinking, այսինքն երբ որ դու մտածում ես, որ դե լավ կլներ սենց լինի, եթե լավ կլներ սենց լինի, ուրեմն ճիշտը էդ է։ Բայց այդ իրականում այդպես չի։ Շատ հաճախ պետք է հասկանալ, որ այն ինչ որ դու ուզում ես լինի, դեռ ապացույց չի նրա, որ դա ճիշտ է։ Շատ լավ, տեսեք, էլի մի քանի թիվ, ուրեմն 10.3-ում իրեն ԿՊ-ն ավելացրել է 400 ձայն իրեն, 12.18-ում 397 ձայն, 16.22-ում 575 ձայն, 2.16-ում 250 ձայն, ինչ անեմ, շարունակեմ անվերջ, 899 ձայն, 36.32-ում, 30.51-ում 456 ձայն, 31.20-ում 305 ձայն, ու այսպես շարունակ։ Դե լավ, այդ հետո կտեսնենք հանրագումարը այդ վերահաշվարկների։ Եվ տեսեք Մարիա Զախարովայի հայտարարությունը լսեցիք, նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում արդեն ընդունվել է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ուստի երկրի Եվրասիական տնտեսության միության հետագա անդամակցության հարցը պահանջում է օպերատիվ հստակեցում։ Ինչ են ուզում եւ ինչ է պահանջում, այսինքն մասին ես հիմա խոսում եմ, եւ սրա հետևանքների մասին էլ խնդրում եմ, ինչ է սպասվում է։ Ակնհայտ է, որ գերտերությունները կատաղի պայքար են տանելու իրենց ազդեցության համար։ Եւ սա ցավոք սրտի սրվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Փոխանակ ինքը փորձեր։ Այստեղ երկու հնարավորություն կա։ Մի հնարավորությունն է, որ թողես գերտերությունները կռվեն ու այդ բալանսով ձևավորված դու համապատասխան դրան քեզ պահես։ Մյուս ստրատեգիան, որը ցավոք ընտրել է Նիկոլ Փաշինյանը, որը իմ կարծիքով կատարյալ հիմարություն է ու ազգակործան հիմարություն է, դա այն է, որ դու խաղադրույք ես անում մի գերտերության վրա, մի կողմի վրա, մի ճամբարի վրա։ Ինչու է սա հիմարություն, որովհետև եթե դու հիմա ոնց որ Հայաստանը արդեն ակնհայտ է գնում է ոնց որ բանի Ամերիկայի բլոկի sense ուղղությամբ, սա բերելու է նրան, որ եւ Ռուսաստանը եւ
Չինաստանը եւ Իրանը կարող է չարտահայտվել ինչ ոնց որ Ռուսաստանը արտահայտվում, բայց նայելու են Հայաստանի վրա որպես մի հատ օտարածին էլեմենտի վրա, որը ըստ էության դառնում է թշնամի, որովհետեւ ինքը դառնում է գործիք, աշխարհակահական ներազդեցության գործիք։ Ընդ որ մենք չենք խոսում մի հատ ինչ որ բանիսի որտեղ գտնվող գերտերության մասին, մենք խոսում ենք մի գերտերության մասին, որ մեր ռազմավարական գործընկերն է, որ տնտեսական ամենամեծ կախվածությունը ունենք, ամենամեծ գումարները այդտեղից են գալիս, ամենամեծ, այսինքն տեսեք ինչի ու մասին ենք, էլի խոսում այնպես չի որ մի հատ Ամի Միացյալ Նահանգների նման տենց հեռավորության վրա։ Հիշեցի մի հատ բան կա, մեքսիկական մի հատ ասացված կա, ասում են Աստված հզոր է, բայց Ամերիկան շատ մոտիկ է։ Հիմա ես ուզում եմ բանը մի քիչ փոխակերպեմ, այդ ասացվածը կով ասեմ, որ Ամերիկան հզոր է, բայց Ռուսաստանը շատ կա էս։ Բայց հեռու է։ Բայց Ռուսաստանը շատ կա, էլի էստեղ։ Ռուսաստանը շատ ներկա է, այստեղ բոլոր առումներով։ Իրանն է ներկա իր ռումբերով ոնց որ թե։ Հարևան երկրներից էլի մի հատ հարցրեք Իրանի, մի հատ շատ ներկա է 3 միլիոն հայությունը Ռուսաստանի Դաշնությունում, այդ ահռելի տենդերները Ռուսաստանի Դաշնությունից, գյուղմթերքները Ռուսաստանում, ռազմաբազաները, մի հատ էս ամեն ինչը լավ հաշվարկեք եւ վերջին հարցը ինչ ունեք ասելու, որտեւ ես եմ խնդրել եւ խոսել պարոն Զորաբյանի հետ, որ շատ կարեւոր է այսօր միայնակ չթողնել մեր հայրենակիցներին, նրանք ովքեր պայքարում են, նրանք ովքեր մասնակցում են ընտրությունների, նրանք ովքեր այս ամենով հանդերձ ի վերջո ճնշումներ կար, բռնապետություն կա, վախի մթնոլորտ կա, այս ամենով հանդերձ պայքարեցին եւ գնացին իրենց ձայնը տվեցին, շատ կարեւոր է որ այսօր չընկնել հիստերիայի մեջ Եվ չասել աշխարհի վերջն է, վատ է, շատ վատ է, ծայրահեղ վիճակ է, բայց դեռ սա վերջը չի եւ պետք է 1000 մի բան առաջարկեց պարոն Զուրաբյանը, մենք շարունակենք խելամիտ, համարձակ, վստահ մեր պայքարը հակառակ դեպքում Նիկոլն ասել է ինչ կլինի։ Չէ, կամ կարողանում ենք իշխանությանը վռնդել։ Այո, կամ կործանել։ Կամ պետք է, չէ, կամ պետք է ստեղծենք քիչ թե շատ էֆեկտիվ բանի զսպման մեխանիզմներ։ Չէ, մեկը մեկին բան չի, մեխանիզմներով։ Խանգարում, ինչքան դու շատ ես բանա զսպման մեխանիզմներ ստեղծում, այնքան հեշտ է վռնդելու գործը։ Այո։ Ուզում ասեմ, դա այս բանը մենք այս մտածողությունը պետք է հանենք մեզանից, որ կամ էսա կամ այնա, կամ վռնդում ենք, կամ բանա զսպման մեխանիզմներ օգտագործում ենք բոլոր գործիքակազմները, բոլոր ուժերը, բոլոր մեթոդները, ճիշտ է։ Այն ինչ որ բերելու է նրան, որ մենք ազատագրվենք։ Հուսահատվել, նստել, դա Նիկոլը ինքը ստեղծեց իր ռեժիմի թուլության բոլոր բաղադրիչները, որից ամենակարևորը հետևյալն է, ինքը կեղծեց ընտրությունները։ Առաջին անգամ իր իշխանության ժամանակ ինքը կեղծեց ընտրությունները։ Մի մարդ, որ միշտ ասում էր մի մանդատ կեղծվի ձեռքս, ոտքը ժողովրդավորություն, ես ով եմ։ Դե նա որոշել ժողովուրդը։ Հիմա վերջ, ժողովուրդը ուրիշ բան է որոշել, դու ուրիշ բան ես արել։ Վերջ, դու պրծած ես, Նիկոլ։ Դու պրծած ես, որովհետև այն բանը հռետորաբանությունը, որով դու 8 տարի այս ժողովրդին տանում էիր առաջ, այդ հռետորաբանությունը այլևս քո համար չի գործում։ Քեզ ժողովուրդը ասել է ոչ, դու կեղծել ես, այդ ոչը սարքել ես այո։ Հետևաբար, դու ինքդ դրեցիր քո հեռացման հիմքերը։ Ու ցավոք սրտի դու չենթարկվեցիր ժողովրդի կամքին։ Ինչը միշտ խոստացել էիր։ Դու խոստանում ես, որ դու ենթարկվելու ես ժողովրդի կամքին։ Անգամ ասում ես, եթե ժողովուրդը ուզենա, ինձ կարա գա գնդակարի։ Եթե լենք ասել, ճիշտ է։ Հիմա դա շատ վատ բան ես ասում, որովհետև ոչ մի բան չպետք է այդպես լինի։ Ոչ մեկ էս չի ուզում գնդակարի, քեզ ուզում է պատասխանատվության ենթարկել։ Սահմանադրական պրոցեսներ, մեզ պետք են ժողովրդավարական պրոցեսներ։ Բայց դու ինքդ այդ հիմքը դրեցիր, որ ժողովուրդը գա քեզ գնդակարի։ Այսպեսի քո գործողություններով։ Բոլոր դիկտատորները այդպես են գնում։ Այդպես են դնում հիմքը իրենց իշխանության դաժան ավարտի հիմքը այդպես են դնում։ Դու ես Ռուբիկոնը չպետք է անցնեիր, դու անցար։ Դրա հետևանքները շատ ծանր են լինելու քո համար։ Մի հանգամանք մարդը խոսում է իր հաղթանակի մասին
Լավ, դու ասենք թե ինչքան ձայն է ստացել, փոխանակ խոսի համերաշխության մասին, ասի ես վարչապետ եմ բոլորիդ լինելու բան, 8 տարի մարդը վեր ընկնի այդտեղ, այսքան կործանի, ասի գալիս եմ բոլորիդ նստացնեմ, գալիս եմ բոլորիդ էս անեմ, այս դու ընդհանրապես այդ ամեն ինչից ոչ թե չգիտեմ քանի հազար կիլոմետր ես հեռու, քո նկարագրով, քո տեսակով, քո ամեն ինչով ու այս մարդուն դեռ ողջունողներ եւ պաշտպանողներ կա դաշարքների դեմ, եթե դու պայքարում ես օլիգարխների դեմ, 8 տարի դու ունեցել ես ժամանակ այդ բաները անելու, դու չես արել։ Հիմա երբ որ դա անում ես ընտրական կոնտեքստում, այս ամեն ինչը դառնում է սուտ, կեղծիք։ Այո։ Եվ ոտնձգություն ժողովրդավարության նկատմամբ, էսա խնդրեմա։ Դու 8 տարի կարող էիր անել։ Մարտի 1-ը բացահայտեիր, չգիտեմ օլիգարխիայի վերջը դնել, այդ դրա ինստիտուցիոնալ գործիքներն էինք մենք առաջարկել, այդ ասենք մենաշնորհների Հիմա արդեն լուրջ չի այդպիսի բաներ ասում եք, հիմա այս մարդը 8 տարի ապացեց, որ այդ նորաթուխ հզոր օլիգարխներ, մեծահարուստ ՔՊԱ-ականներ, 8 միլիարդի մսխում Բաժի մի հատ ահրել ինչ-որ բան պարգևավճարներ, տնտեսության աղետ, տարածքների հանձնում, այսքան զոհեր, ինչի մասին է խոսքը։ Մի հատ մոտեցեք, ցանկացած, այնքան սրիկ, ինչ ասեմ, էլ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ։ Ասում է գնացի Գյումրի, տեսա ինչ-որ միտեղ փողոցը չգիտեմ ինչ ավիրված։ Ամբողջ երկիրը ավիր է կործանել է։ Էլ չեմ ասում, մեր փողոց էնց, որտեղ ապրեմ, Մամիկոնյանց 8 անգամ մենակ եկան բանը ասֆալտապատում են իրանց համար անում, Անդրեևը գալիս էր, ասեց փոսերի գոյակցություն, ասենք ում էս ապուշի տեղ դրե։ Այդ գիտեք ինչի համար, որ Վարդան Ղուկասյանի վրա գնա, որտեվ այս մարդը արարող, ստեղծող, հաղթող, իրեն հաղթող տեսակի նկատմամբ բան ունի։ Այս մարդը սովորը ավիր է, այս մարդու էներգիան, կա չէ այդպես մարդիկ, որ իրանց էներգիան է ավիրելու համար։ Հիմա որ դուք ասում եք դուք եկել եք ժողովրդավարություն, չգիտեմ ինչ բերելու։ Տեսեք, այսքան խոսում ենք, ինչ պետք է ասեցիք։ Բայց նորից մեկը հարցնում է, ասում մենք կարծում ենք, որ պիտի չլեգիտիմացնել։ Սիրելիներս, պարոն Զուրաբյանը հստակ ասեց, երբ որ դու մանդատ դա հավելյալ գործիքակազմ է, փողոցի պայքար, սահմանադրական մանդատները վերցնել, որպեսզի կարողանանք հեռացնել։ Սա ոչ թե գնում են այնտեղ իրեն լեգիտիմացնելու, այլ իրենց մանդատներին, մեր տված մանդատներին տեր կանգնել եւ այն ինչ որ ժողովուրդը իրենցից պահանջում է, այդ պահանջը իրականացնել նաեւ այդ գործիքակազմով։ Բայց պիտի կարողանան դա անեն, դա էլ եմ ասում, պիտի կարողանան, այդ շատ կարևոր է։ Այդ վերցնելը, իրենցից պահանջում է։ Այդ վերցնելը մանդատների դնելու է շատ ծանր պատասխանատվություն իրենց վրա։ Դե մենք դրա համար ենք իրենց, մենք չենք կոմֆորտի համար չի, այնտեղ պետք է շատ ծանր։ Աշխը խնդրեմը էս այս մարդկանց եմ ուզում պատասխանել։ Պրոբլեմը կծակի, եթե իրանք սկսեն այդ մանդատները օգտագործել կոմֆորտի համար։ Այդտեղ կլինի պրոբլեմ։ Բայց եթե այդ մանդատները օգտագործվեն ժողովրդավարության հաղթանակի համար, կներեք, դա ճիշտ ճանապարհ է։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Շնորհակալություն։